Իշխող հանրապետական կուսակցության մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովը օգտակար եւ հուսադրող է համարում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քայլ կատարեցինք ոչ թե դեպի թեկուզ փոքրիկ քայլ, կատարեցինք ոչ թե դեպի պատերազմի վերսկսում, այլ դեպի խաղաղություն, թեկուզ միգուցե ժամանակավոր, այս չեմ կարող ասել, քանի որ մենք ունենք անկանխատեսելի հարևան, այդ իմաստով ես օգտակար եմ համարում այդ հանդիպումը։ Արդյոք հետընթաց չէ, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ չի նշվում հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը ըստ հաղորդագրության նախագահները համաձայնել էին հակամարտության գոտում ոչ միայն ավելացնել միջազգային դիտորդների թիվը, այլև հրադադարի խախտումները քննող մեխանիզմներ ստեղծել։ Այս հարցին Շարմազանովը պատասխանեց. Չեմ կարծում, որ մենք պետք է հիմա խոսենք զիջումների կամ հետընթացի մասին։ Եթե ուշադիր եղել եք հայկական կողմը, ես էլ մասնավորապես հանդիպումից առաջ նշել եմ, որ դա բանակցությունը կլինի բանակցությունների վերսկսման վերաբերյալ եւ պետք է դա լինի Վիեննայի պայմանավորությունների շարունակումը։ Գիտեք, շատ դժվար է գնահատականներ տալ մի քանի նախադասությունների հիման վրա, որոնք ավելի շատ կոչված են քողարկելու դիվանագիտական այդ գործընթացի մանրամասները, քան բացահայտելու։ Կարելի է իհարկե հարց տալ, թե եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք բերվել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմ արագորեն հաստատելու մասին, դրա մասին ինչու որևէ խոսք չեղավ։ Կարծում եմ, մենք չպետք է գուսակություններով զբաղվենք, մի բան ակնհայտ է, որ պայթյունավտանգ վիճակը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում պահպանվում է, եւ դա ավելի շատ կապված է ռազմաստրատեգիական բալանսի փոփոխության հետ, եւ լուրջ ջանքեր են գործադրվում հնարավոր այդ պայթյունավտանգ իրավիճակից զերծ մնալու ուղղությամբ։ ՀՅԴ բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով Պետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունը դրական ազդակներ է փոխանցում, իրենք էլ դրական են գնահատում հանդիպումը։ Միայն դրական արտահայտություններ են գալիս այդ հանդիպման մասնակիցներից, դրա համար էլ մեկ բառով եթե պիտի ասենք դրական։ Բայց սպասողական ինչ-որ դեղ, այսինքն հիմք չունենք ասելու, որ վաղն էլ կարող ենք ասել, որ այո դրական էր։ Կիրո Մանոյանը հավելում է, սակայն, որ մտահոգություն ունեն, երբ շփման գծում ի վերջո միջնորդների ճնշումով ավելացվեն վստահության մեխանիզմները, ավելացվի միջազգային դիտորդների թիվը կամ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծվեն, արդեն կսկսվեն բուն հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունները, որի ընթացքում կուժեղանան ճնշումները Հայաստանի վրա։ Հնարավոր է Հայաստանին կփորձեն պարտադրել հարցը լուծել փուլային տարբերակով, տարածքային զիջումներ կատարել առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու։ Ապա կարող է գալ մի պահ, որ համանախագահող պետությունները ասեն, կարծես թե պիտի ասեն կողմերին, որ լավ, եթե այսքանի շուրջ համաձայնվել եք, եկեք այսքանը իրագործենք։ Ադրբեջանը, եթե այսօր բավական դրական է արտահայտվում հանդիպման մասին, հենց դա է հավանաբար իր շահագրգռվածությունը, որ վարգյան առաջ հասնեն այսպես կոչված լուրջ բանակցությունների հանգրվանին, որովհետև կարող է լինի այն, ինչ ինքն է ցանկանում։ Ժառանգություն խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը դրական չի համարում ապրիլյան քարոզիա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպումները, քանի որ դրանք որևէ կերպ չեն փոխել իրադրությունը։ Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել իր սանձազերծած ագրեսիայի համար, այնինչ Հայաստանը Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքը խախտելուց հետո պետք է չեղյալ համարեր բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը եւ բանակցությունները սկսեր զրոյից Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։ Քաղաքական հայտը պետք է ձևակերպվի, որ հայկական կողմը սկսում է ամեն ինչ զրոյից, Արցախի հանրապետության օրինական ներկայացուցիչները պարտադիր պետք է ներգրաված լինեն, եթե ոչ, ապա որևիցե հանդիպում կամ քննարկում կամ հայտարարություն դրանք որևիցե կապ չունեն բանակցային գործընթացի հետ կամ խնդրի կարգավորման հետ եւ դեռ ավելին նրանք նպաստելու են ապագա ագրեսիայի ավելի լայնածավալ կիրառմանը եւ ագրեսիայի երկրորդ փուլին։ Հիմա մենք ասում ենք, որ այս հանդիպումները ընդհակառակը փաստում են, որ տեղի է ունենալու ագրեսիայի երկրորդ փուլ, որը իհարկե մեր համար վտանգավոր է։ Մենք ունենք երկու տարբերակ։ Կամ պետք է դուռը ուժեղ շրխկացնենք եւ գնանք, որը դեմարշ է եւ ընդունելի չէ, կամ էլ պետք է
շահարկենք բանակցությունները, շահարկենք հանդիպումները, որպեսզի խաղաղություն լինի։ Ամենակարևորը այս փուլում խաղաղության պահպանումն է։